Նախին գրքորեն ընտրություններից հետո այսպես դիմադիր գործընկերների հետ հանդեպ նկատմամբ նշումները նոր թափ է հավաքում այսօրեն Արկադի Մանուկյանի մեկ ամիս առաջ մտել էին տունը խոզարկել որոշում են որ պետք է կալանքի տանեն ուր կարող է հասնել այս ամենը ու ինչի համար այս ամենը չարվում Նախ պետք է արձանագրել, որ ստեղ իրավական լուրջ բաներ խնդրելու անհրաժեշտություն չկա, քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում հիմա Նիկոլ Փաշինյանը, այսինքն քիչ հերիք Բարգավաճ Հայաստանի ձայները գողացան, դրանով չբավարարվեցին ու անցան գրեթե ամբողջ ցուցակով այսպես գնում են։ Գագիկ Ծառուկյանը, Թևանյանը, հիմա արդեն Արեգնազ Մանուկյանն է։ Ես հիմա մտովի իհարկե շատ մանրամասներ բնականաբար գործից չգիտեմ, բայց որ ուզում եմ վերհիշել, եղել է արդյոք որևէ նիստ, որտեղ այնպիսի պետական բարձր մակարդակով ինֆորմացիա փոխանցվի, որ դա հետո խնդրահարույց լինի։ Ես իսկապես նույնիսկ սահմանազատման հետ կապված որ ուզում եմ հիշել, ինչ փաստաթղթով, ինչ քարտեզով է իրականացնելու սահմանազատում, միջև այսօր դրա պատասխանը չունենք։ Հետևաբար իսկապես եւս մեկ անգամ ուզում պնդել, որ բովանդակային քննարկման այստեղ տեղ չկա, ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որ հիմա իրականացվում է։ Մինչև ինչքան սա կարող է լինել, ես տեսնում եմ, որ ինքը նախընտրական ժամանակահատվածում տրված խոստումները, ընդ որում խոստումներ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլ նաև հիմնականում Հայաստանից դուրս իր տերերին տված խոստումների համահունչ է, որ իրականացնում է այս ռեպրեսիաները, որովհետև ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Ալիևը, բոլոր այն մարդկանց սովորական քաղաքացիներ լինեն, թե քաղաքական գործիչներ, ովքեր համաձայն չեն իր վարած կուրսի հետ, համարում են ռևանշիստներ եւ հետեւաբար փորձում են այդ ուղղակի իրենց պատկերացման ռևանշիստական ուժերին կամ անձանց չեզոքացնել։ Քաղաքագիտական սա բան շրջանակները ասում են, որ սա հնարավոր, այսպես ասած, համանդրական փոփոխությունների համար պատրաստվող գործողություններ են, որ դիմադիրներին, այն մարդկանց, որոնք որ հիմնականում սպորտի վրա են այս տարիներին ու չեն հանձնվում, այսինքն պայքարում են, պայքար են առաջ տանում, վախեցնել, լրացնելու համար են Դες խոսել են օրինակ, չգիտեմ, այս տարվա ընթացքում որովհետեւ վախեցնել, լրացնել կամ ինչու է հենց հիմա որոշել այդպես անել։ Դե նախ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ թիրախավորումները, հարձակումները տարբեր մասշտաբի մշտապես են եղել, նորություն չի։ Բայց ճիշտ է իրավիճակը նկարագրում, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը պատկերացնում է, որ սահմանադրություն պետք է փոփոխվի Ալիևի պահանջով, բայց տեսնում է, չէ, որ նույնիսկ այդքան ընտրակեղծիքներից հետո ժողովուրդը իրան ոչ միայն 2/3 մեծամասնություն չի տրամադրել, այլև բարձ մեծամասնություն չի տրամադրել։ Հետևաբար իրավական աճպարարության միգուցե ձևը գտնել նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու, չնայած կրկնում եմ դրա իրավական հնարավորությունները չկան գործող սահմանադրության համաձայն։ Բայց մինչև դա անելը իրենք պետք է ինքը, որ իրենք եմ ասում պատկերացրեք Նիկոլ Փաշինյան եւ Ալիև զույգը, պետք է փորձեն չեզոքացնել բոլոր այն մարդկանց, քաղաքական գործիչներին, ուղղակի սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր դեմ են ապրել մի սահմանադրության ներքո, որը գրվում է Բաքվում։ Հետևաբար ինքը այս գործողությունները այո դրա համար է արել։ Իմիջիայլոց դա նաև դրսևորվում է նրանով, որ ազգային ժողովը օրենք է ընդունել, որով սահմանափակվել է Հայաստանի քաղաքացիների քաղաքացիություն ունեցող անձանց ընտրության իրավունքը։ Դրանով փորձում են մաքրել ցուցակները, որպեսզի համապատասխան տոկոսով մարդկանց թիվը համարվի ընդունելի հանրաքվեի համար։ Այսինքն հիմա հիմնականում այս ռեպրեսիաները պետք է դիտարկել նաև ապագա հանրաքվեի տրամաբանության մեջ։